Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Թմրամոլության դեմ պայքար։ Վերջերս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների եւ մեր լեգենդար մարզիկների Արթուր Ալեքսանյանի, Վարազդատ Լալայանի, Մալխաս Ամոյանի, Ռեփսիմե Խուշուձյանի եւ մյուսների մասնակցությամբ հայտարարեց թմրամոլության դեմ պայքարի նախագծի մասին, կարևորելով, որ եթե չկա առողջ սերունդ, ապա չկա ապագա եւ պետք է այնպես անել, որ ունենանք առողջ սերունդ, դրան նպաստելով նաեւ սպորտի զարգացմամբ։ Այս թեման ենք մենք այսօր քննարկելու ոլորտի մասնագետների հետ եւ խնդրեմ։ Եվ փորձել ենք ընդգրկուն այս թեմային վերաբերել ոչ միայն սպորտսմեններով, այլև առողջ ապրելակերպով զբաղվողների եւ ջատագովների, մեր հյուրն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Սաթենիկ Խաչատրյանը եւ թմրաբան պարոն Ալեքսանդր Մանուկյանը։ Մարզական եւ հասարակական գործիչ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն այդ նախագծի անդամ Ռեփսիմե Խուշուձյանը։ Շնորհակալություն բարեկամներ այս թեմային մասնակցության համար եւ անգամից պետք է սկսենք, որը շփվում է բուն այս դաշտում գտնվող մարդկանց, ինչպիսին է պատկերը։ Պատկերը իրականում աղնացող են եւ ոչ միայն մեր մոտ, աշխարհի բնականon sense ասենք զարգացման փուլերից մեկն ենք մենք ապրում, տարանցիկ երկիր լինելով հանդերձ, դա շատ է նպաստում այստեղ մտնով եւ ստեղից ուրիշ երկրներ գնացող, բնականաբար մի որոշ մեծ մաս մնում է այդ թմրանյութերի ստեղ եւ բնականաբար ունենում են իրենց սպառման պարապտող է, հա։ Այո։ Հիմա տարիքային խումբը դա ավելի ընդգրկուն է դարձել սեռային իմաստով նաև ինչպիսին է պատկերը։ Բնականաբար համ տարիքային շեմն է իջնում, մենք արդեն հիվանդներ ունենք, որոնք այսպես վերջերս 16-18 տարեկան տղա հիվանդներ ունեի, անչափահասներ, որոնք նշում են, որ 3-4 տարի արդեն իրանք պլան են գործածում։ Այսինքն 13-14 տարեկանից մենք ունենք պլան ծխող երեխաներ։ Ստեղ ավելացավ մեծ ինչ-որ մարդկանց տեղաշարժ այդ ռուս-ուկրաինական պատերազմի ռուսներ, ուկրաինացիք, որոնք բնականաբար բերեցին իրանց այդ կուլտուրան, սենց ասեմ, այդ գործածման նոր տեղանյութեր, նույն թմրանյութեր, այդ սոլի ասած այդ PVP, այնտեղ շատ տարածված։ Այսինքն եւ այդ քիմիական բաղադրություններով ավելի։ Քիմիական բաղադրություններով այո, համ լայնացավ շուկան, այսպես ասած, մեր տրադիցիոններից բացի ներմուծվեց նոր վատ ինչ-որ իրավիճակներ, սովորույթներ, որոնք որ բնականա, եթե բերում են այդ ամեն ինչը իրենց պետք է կամ սպառել լրացուցիչ եկամուտ ունենալու համար եւ իրենց այդ ամեն ինչը շարունակելու համար ընդգրկում են նոր մարդիկ, սովորեցնում են այդ ամեն ինչը ճիշտ օգտագործելու, որտեղ սովորաբար առաջի անգամ թմրանյութ ցանկացած գործածողը այդ էֆեկտը չի ունենում, չի հասկանում։ Մեր գրականության մեջ մասնագիտական կա, տենց դե մենք քանի որ ռուսական գրականության, սովետական գրականությունով ենք սովորել, կա տենց տերմին պանիմաց նարկոտիկ։ Այսինքն առաջի անգամ եթե դու գործածում ես ինչ-որ թմրանյութ լինի, դա մարիխուանա, պլանասացը լինի, դա ավելի ծանր ինչ-որ ամֆետամիններ, հերոին, կակաչի ինչ-որ թուրմեր, չեռնյաշկա, որ ասում են զուտ մարդիկ էտել։ Անուններով ասեմ, հեշտ լինի ժողովրդին հասկանալու։ Առաջի անգամը միշտ ոնց որ վատ bad trip-ա կոչվում, դա վատա անդրադառնում։ Փսխոց, հետալ, վատ ինչ-որ տենց քնկոտություն հետագայում եւ ինչ-որ մեկը սովորեցնում է ոնց է պետք անել։ Ինչ-որ գոլ ջուր խմել, սենց նստի, նենց նստի, ինչ-որ սենց սրանից հետո սենց է պետք անել։
Հետևաբար աշխատում են նաև այդ մարդկանց հետ։ Աշխատում են բնականաբար, որտեղ ինչքան շատ լինեն այդ թմրանյութ գործածողները, այնքան այդ մարդիկ ունենան իրենց ակնկալվող եկամուտը ավելի շատ կլինի եւ իրենք չեն մտածում ազգի առողջության մասին, ազգի լավ լինելու մասին, իրանց պետքա կոպիտ ասած այս խոսքի 1 կիլոյա կամ 5 կիլո թմրանյութը սպառել շուտ բաժանել ժողովրդի մեջ։ Ու քանի որ ասում եմ տարանցիկ ճանապարհա նոր ինչ որ իրավիճակներ են ստեղծվել, տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, այս ինտերնետն է, որը պրակտիկորեն անորսալի է սարքում այդ տեղ վաճառողների այդ տարբեր ինչ որ կայքերով, բաներով, պետք է երևի թե նախարարությունները ուժային ավելի շատ ջանքեր գործադրեն, ավելի մի քիչ չեմ կարող ասեմ ոնց է պետք պայքարել այդ կիբերպրեստուպնստի ասացի հետ, բայց երևի թե կարող են էլի ինչ որ մի բան անել։ Քիչ հետո այս վերականգնման կամ հետդարձի ճանապարհի մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց եկեք թիրախային գնանք ուսանողական միջավայր, պարարտ միջավայր է, անկախ նրանից, որ դա ֆիզիկական կուլտուրայի բուհ է, բայց ինչ է պատկերը։ Իրականում մեզ մոտ պատկերը շատ լավ է, քանի որ մեծամասնությամբ մարզիկներ են բուհում, ուսանողները, եւ սպորտի ոլորտի բոլոր ներկայացուցիչներն գիտեն, որ սպորտը իրենց ներկայացնում է մրցակցություն, պայքար, որին հասնելու համար երկար ճանապարհ են անցնում մարզիկները։ Պատրաստության բոլոր կողմերով օժտվում են, դրանց մեջ մտնում է ֆիզիկական, մտավոր, բարոյակամային, հոգեբանական, իրավական բոլոր պատրաստության կողմերով օժտվում են, ուստի իրանք չեն զբաղվում վնասակար սովորություններով, նույնիսկ ծխախոտ չեն օգտագործում, մեծամասնությունը։ Կարծում եմ, որ եւ դա կփաստեն սպորտի ոլորտի մյուս ներկայացուցիչները, որ մարզիկները զերծ են մնում առհասարակ եւ ծխախոտից եւ ալկոհոլից, որովհետեւ իրենք անդադ զբաղված են։ Պարապուրդն է բերում հիմնականում նման թիրախային խմբավորումների։ Իսկ մարզիկները անդադ իրենց աշխատասիրությամբ, իրենց կամքով եւ իհարկե զբաղվածության արդյունքում չեն տրվում եւ ձեռք են բերում պատասխանատու վարքագիծ։ Իսկ դուք այդ պատասխանատու վարքագիծ գրող անձանց մտնում են նրանց մեջ նաև առաքելություն, որպեսզի այդ ամենի մասին խոսեն, իրենց ոլորտ ներգրավեն, օրինակ դեռահասներին եւ պատանիներին եւ չթողնեն, որպեսզի նրանք դառնան թիրախային խմբեր։ Այո, քանի որ ճիշտ դիտարկեցիք, թիրախային են հենց դեռահասները, բուհում մեր ուսանողները, ինչպես շատ առարկաների շրջանակում ստանում են գիտելիքներ վնասակար սովորություններից զերծ մնալու, առողջ կենսակերպ վարելու, օրակարգը կազմակերպելու, բալանսորված սննդի վերաբերյալ, միևնույն ժամանակ նրանք նաև անցնում են երկու հիմնական առարկա, առողջ ապրելակերպ վարելու ուղղությամբ եւ ձեռք են բերում գիտելիքներ ինչպես սեփական առողջությունը գնահատելու, դրական վերաբերվելու առողջությանը, այլ նաեւ ինչպես պրոպագանդել, սովորեցնել միջավայրում դպրոցականներին, մարզիկներին, շրջապատի մարդկանց, ընտանիքի անդամներին, իհարկե նրանք նաեւ առողջ ապրելակերպի ջատագողներն են։ Պարոն Ղազարյան, ինչպես կանխարգելիչ մեխանիզմ դարձնել սպորտը։ Նախ թեման շատ արդիական է իրականում եւ կարող եմ ասեմ, որ անգործության է մատնված այսօր։ Նայեք, ըստ միջազգային տվյալների, կազմակերպությունների, որոնք հավաքագրում են այդ բոլոր տվյալները, սպորտ դիսկուսնա, PubMed-նա եւ այլն, դա միջազգային կազմակերպություններ են։ Նայեք, վերջի 10 տարվա ընթացքում 22% թմրամոլների քանակը շատացել է։ Դա շատ մեծ թիվ է, դա շատ մեծ կարևորագույն գործունեություն ստեղ ունի անելու պետությունը իրականում իր ծրագրերով եւ ոչ միայն նաեւ կան մի շարք այլ կազմակերպություններ, ովքեր որ կոնկրետ զբաղվում են նման խնդիրներով, այդ թեմայով։ Եթե մենք վերցնենք նայենք մարդ, ով է օգտագործում այդ թմրամիջոցները, ով պարապ է,
ով միայնակ է, ով դեպրեսիայի մեջ է, ով չգիտի ինչով զբաղվի, նաև շրջապատը, չէ՞, այդ բոլորը ազդում է։ Գանք արդեն ինչ կարելի է անել, հա, եւ ոնց կարելի է այդ ամեն ինչից դուրս գալ, չէ՞ որ մենք պետք է մտածենք։ Նայեք, էլեմենտար շատ պարզ բան եմ ասում։ Գովազդ։ Այսօր մեր ոլորտում, սպորտային ոլորտում, հա, գովազդություն, գովազդային չկա, գրեթե չկա։ Կարելի ասել ընդհանրապես չկա, հա։ Ես չհիշեցի։ Օրինակ, մեր մարզիկը Ռիփսիմե Խուրշուդյանը, լեգենդար մարզիկ, որին ոչ միայն ամբողջ Հայաստանն է ճանաչում, այլ նաև աշխարհը։ Չէ՞ որ կարելի է եւ նաև մի շարք լեգենդար մեր մարզիկներ, որտեվ մենք ունենք, հա, այդ աղանդավոր մարզիկների կարելի ասել բանակը, հա, իրականում տաղանդավոր։ Ռիփսիմե Խուրշուդյանը գովազդում է հակա թմրամոլության դեմ, հա, պայքարի այդ ուղղվածությունը եւ առողջ ապրելակերպի գովազդը։ Նայեք, նույն Երևան քաղաքում կամ մարզերում, չէ՞ որ կարելի է ամեն ինչ այդ մտածել եւ կազմակերպել։ Դա սոցիալական գովազդ է եւ բնականաբար պետք է այդ սոցիալական գովազդը աշխատի ամբողջ Հայաստանում։ Ցավոք սրտի չի աշխատում։ Երբ այն հսկա աֆիշները գրավում են ինչ որ զվարճանքների բաների մեջ, հենց 3-1 կարելի է նաև։ Բայց չէ՞ որ նաև դա հանրության համար է, դա մեր համար է, դա նույն այն կազմակերպությունների, ովքեր որ աշխատում են սոցիալական գովազդ չընդգրկեն, հա, այդ ռեկլամային այդ դաշտում, այլ իրականում ինչու ոչ։ Չէ՞ որ դա իրանց էլ է պետք, մեր Հայաստանն է պետք, հանրությանն է պետք, իրանց երեխաներին է պետք։ Դա որպես ուղղվածություն եմ ասում, էլեմենտար փոքր բան եմ ասում։ Եվ նաև եկեք չմոռանանք ազդեցությունը ընտանիքի։ Ընտանիքը առաջինը ծնողը պետք է զբաղվի երեխայի հետ, չէ՞ որ երեխան մեծանալու է նույն չուզենա սովորի, չուզենա, չգիտեմ, գնա սպորտի, որևէ մարզաձևով զբաղվի, նաև ստեղ գործոնը ծնողների շատ կարևոր է, որ պարտադրեն, որ գնան ֆիզկուլտուրայի դասաժամերին դպրոցում։ Մանկապարտեզում ինչի չկա նախադպրոցական հիմնարկներում, ով ասում է, որ կա, ես կարող եմ ասեմ, որ գրեթե չկա։ Լավ, եկեք տոկոսային վերցնենք, թող 20%-ը իրականացնի, հա, այդ ֆիզկուլտուրայի դասաժամերը շարժախաղերի միջոցով, բայց չէ՞ որ մեր երեխաներին պետք է դա։ Գնում են դպրոց, հա, հանրակրթական դպրոց, եւ ինչ է ստացվում, որ իրականում ծնողներ կան, որ ասում են թող երեխաս չգնա, ոչ չգնա։ Պարտադիր պետք է գնա եւ նաեւ դպրոցներն է պետք է շատ խիստ վերաբերվեն այդ հարցին, ղեկավարությունը դպրոցի։ Ոչ թե դա լինի շաբաթը 1 եւ վերջի ժամին։ Դուք ճիշտ եք ասում, կան ֆիզկուլտուրայի դասաժամեր, որ փոխարինում են այլ դասաժամերով, չի կարելի։ Վնասում ենք մենք, մեզ ենք վնասում, մենք մեր երիտասարդությանը ապագա վնասում ենք, մանուկներին։ Այսինքն գիտակցությունը, որ հայերեն, մաթեմատիկա, բնագիտություն եւ ֆիզկուլտուրա հավասար աստիճանի վրա պետք է լինի եւ նույն դպրոցը պետք է հպարտանա, որ ինքը ունի մարշչական խումբ, ասենք վոլեյբոլի կամ բասկետբոլի, բայց ցավոք չկա։ նույն ձևի բուհերը, չէ՞։ Ամերիկյան համալսարաններում բուհերում սպորտային այդ իրանց սոկերնա, բեյսբոլի շատ հարգվում են սպորտսմենները, շատ կան։ Վալիս տղայիս ընկերներից մեկը շատ տաղանդավոր շախմատիստ, դուրսը մրցումների մասնակցած, բարձր առաջի տեղեր վաստակած, տեղ մարզիչ է աշխատում։ Երեխան բնականաբար մեկնում է մարզումների արտասահման ինստիտուտում ունի բացթողումներ բնականաբար։ Դիմում են դեկանատ, ռեկտորատ, որ սենց է։ Ու վերջի ոնց որ քննությանը, որ չես մասնակցում դասերին չեն թողնում էլի քննությանը։ Եթե չմասնակցես, դուրս ես մնում։ Ուրեմն այդ երեխեն, որ բուհը բերել հասցրել առաջի տեղ, արտասահմանում վերցրել առաջի տեղ, այդ երեխան այսօր դուրս մնալու վտանգի առաջ է կանգնած։ Նրա համար որ գնացել է երկիր ու բուհ ներկայացնելու վերցրել է առաջի տեղ։ Դե բուհը չունի այն գիտակցությունը, որ ունի նման ուսանող։ Как бы զարմանում եմ, որտեվ հիմա կլսենք այս բոլորի խոսույթի ինչ խնդիրների հետ է բախվում
երբ դեռ դպրոցական հասակից օրվա մեծ մասը մարզասրահում էր անցկացնում։ Շնորհակալ եմ։ Ես ասեմ, որ երբ որ ընտրեցի սպորտը, շատ ուրախ եմ դրա համար, որովհետև սպորտը դարձավ ինձ ապրելակերպ։ Սպորտը ինձ ստիպեց լավ մարդ դառնալ։ Կերտեց ինձ եւ դաստիարակեց գնալ նպատակից ետևից։ Ես համաձայն եմ պարոն Ղազարյանի հետ, ինչպես ասեց, հիմա մարդիկ, անգործունակ մարդիկ զբաղվում են այնպիսի բաներով, ինչպիսին այդ չարիքն է, թմրամոլությունը։ Իսկ դրա համար ինչ է պետք սպորտով զբաղվել, զբաղվածություն։ Եթե դու չունես զբաղված չես, դու ընտրում ես այնպիսի բան, որ քեզ համար հաճելի լինի եւ նստես տանը ու մտածես, թե սա մի օր մի լավ բան կլինի, բայց դա այդպես չէ։ Դրա համար ծնողների դերը մեծ է այստեղ։ Օրինակ ես ունեմ 2 երեխա, մեծս 12 տարեկան է ու ես աշխատում եմ այնպես անել, որ նա պարապ չմնա հաճախի սպորտի, գնում է անգլերենի պարապմունքների, այնպես եմ անում, որ ինքը չմտնի այդ հեռախոսի մեջ, չտեսնի, թե ինչ է կատարվում կայքերում, չէ՞ որ կայքերի միջոցով ամեն ինչ տեղեկացվում է։ Եվ դրա համար ես այնպես եմ անում, որ ինքը միշտ զբաղված լինի։ Իսկ ինչպես հասարակության մոտ բարձրացնել իրավագիտակից լինելու մագարտակը, որպեսզի մարդը հասկանա, եթե զբաղվում է թմրամոլությամբ, ապա դա վնասում է եւ իրեն եւ մյուսներին, որտեղ ազդեցություն է սկսում թողնել նաեւ իր շրջապատի վրա եւ այլն։ Գուցե ինչ-որ մի տարիքից պետք է բացատրել, որ նշեց ինչպես մեր քննարկման մասնակիցներից մեկը, որ պետք է հարգեն իրենց առողջությունը, այն ինչը ձեռք բերում են, ինչպես պետք է այդ գիտակցությունը ձևավորել։ Նայեք, ես կուզենամ, որ բակային համայնքային բակերում լինի մարզասարքեր, լինեն շատ մարզադաշտեր, որ զբաղվեն սպորտով, մենակ սպորտով չէ, երաժշտությամբ, մշակույթով, որ մարդիկ կարողանան զբաղվածություն ունենան։ Այդ թմրամոլությունը դա խնդիր չէ, դա ուղղակի հիվանդություն է, որ կարող ես այնպես անել, որ լավ ընկերներ ունենալ, լավ հոգեբան ունենալ կողքիդ, որ քեզ խոր տա, որ դա չարիք է, պետք չէ անցնել դրա միջով։ Դու գտնում ես խնդրի լուծում այդ չարիքի միջոցով, բայց նա քեզ հանգստացնում է, որոշ ժամանակ անց նա քեզ տասնապատիկն է տալիս ավելի վատը։ Դրա համար ամեն ինչ պետք է անենք, որ առողջ սերունդ մեծանան։ Հիմա թեթև լսվեց մարզչական կուլտուրան, ցանկացած մարդու եւ նույն դեռահասի երբեմն նույնիսկ իր ծնողները այդքան հեղինակություն չեն, մանավանդ անցումային շրջանում, այլ հեղինակությունը մարզիչը կամ ուսուցիչը, արդյոք մեր դաշտում կան այդ մարզիչները, նրանք հասանելի են, նրանք գործուն դերակատարություն կարող են ունենալ, թե ոչ։ Ինչ եք կարծում։ Միանշանակ իհարկե մենք ունենք այդ հանրությունը մեծ մարզիչ մանկավարժների, որոնք սպորտսմեններ կարող են լինել, բայց մարզիչ դեռ ոչ։ Իրանք նվիրալ են իրանց աշխատանքի։ Միգուցե անտեսված են, բայց իրանք իրանց գործին նվիրալ են։ Յուրաքանչյուր մեր մասնագիտությունը մի քիչ, սպորտային մանկավարժությունը մի քիչ այլ բնույթ ունի եւ յուրաքանչյուր մարզիչ մանկավարժ ինքը իր գործին նվիրալ է։ Ինքը չի սպասում, երբ իրան նյութական որևէ մի բան կմատուցեն, ինքը իր գործը անում է։ Եվ շատ լավ կլինի, որ այդ նյութական պահը պարտադիր լիներ, այդ ժամանակի ընթացքում մոտիվացիա է, իհարկե կան, ճիշտ է, քիչ են եւ նաեւ իրականում ֆիզկուլտուրա ինստիտուտը ուշադրություն է դարձնում, ես գիտեմ, եւ ծրագրեր ունեն, որ իրականում աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի մարզիչ մանկավարժներ, որոնք որ ավարտում են ֆիզկուլտուրա ինստիտուտը, իրականում գնան եւ աշխատեն իրենց մասնագիտությամբ։ Դա շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր բուհը ավարտելուց մասնագիտական գնա աշխատի իր մասնագիտությունով։ Դա էլ է մի խնդիր, որը որ մենք այսօր ցավոք սրտի մի քիչ Պարոն Ղազարյանը ինչպես ասեց, որ ինձ հետ առնչվել է նման դեպք, երբ որ ես հարցնում եմ մասնագիտությամբ ինչ եք, ասում եմ ես
նկարիչ եմ կամ երգիչ եմ, ասում եմ, բա ինչ ես աշխատում, ասում եմ մարզիչ։ Ասում ոնց կարելի է մարզիչ լինես, եթե դու մասնագիտությամբ ուրիշ ես։ Այստեղ է էլի ասում։ Այո, ես համաձայն եմ Ռիփսիկի հետ, Ռիփսիկ ջան։ Իրականում, նայեք, եղել է եւ մենք դրա դեմ ժամանակին պայքարել ենք, կարծում եմ եւ իրականում այդ պայքարը ճիշտ է եւ մինչեւ հիմա պայքարը կա։ Նայեք, ֆեդերացիա լավ մի ամիս, երկու ամիս գնում է որևէ մի մարզաձևին, արևելյան արվեստներին որևէ մի ուղղվածության, հա, իրան թվում է ինքը արդեն այդ մարզաձևի մասնագետն է, գնում է ֆեդերացիա է բացում եւ ինչ է կատարում մեր երեխաների եւ սկսում անել այնպես ինչպես առողջության հետ խաղում է։ Նայեք, յուրաքանչյուր մեր մարզիչ մանկարժ, որը ավարտում է ֆիզկուլտուրա ինստիտուտը, պարտադիր ինքը գիտի անատոմիա, ինքը գիտի սպորտային հոգեբանություն, հա, ինքը գիտի ֆիզիկական գոնե պետք է իմանա։ Իհարկե, պարտադիր երեխայի անգավ գլուխը խփել։ Ֆիզիոլոգիա, հա, որը որ շատ կարևոր է նաև սպորտում։ Այսինքն, եթե դու այդ բոլորը չգիտես, մանավանդ ֆիզիկական դաստիարակության տեսություն, եթե չգիտես, դու չես կարող աշխատես մարզիչ։ Էլեմենտար բան, որպես հա հանրության համար, եթե մարզիչը չի անցել այդ բոլորը, չգիտի օրինակի համար եմ ասում, երեխայի ծանրաբեռնվածության աստիճանը, իր հանգստի ժամանակահատված ինքը չի կարող աշխատել։ Ստեղ արդեն գալիս է մյուս հարցը, մեր երեխաների առողջության։ Այո։ Հիմա կարծեմ օրինագիծ կա, որը քննարկում է այս մարզիչների արտոնագրի տեսեք, մենք խոսեց, որ պահվածայինը որոշ մարդիկ, մարզիչներ, պրոֆեսիոնալներ անտեսված են եւ ունենք դրան զուգահեռ մեկ այլ իրականություն, երբ սոցիալական ցանցերի տարբեր էջերում առողջ ապրելակերպով նիհարի 15 կիլոգրամ, 4 օրում 40 կիլոգրամ, հետևիրին սննդակարգ են մշակում, բաժանում են, փող են աշխատում եւ այլն, եւ մենք ունենք պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք ունեն նաեւ ֆինանսական խնդիրներ։ Ինչպես գտնել եզրերը այստեղ տրամաբանության սոցիալական հարթակները շատ են խճճում մարդկանց, շատ կան սննդաբաններ, այո, առողջ ապրելակերպի մասնագետներ, որոնք պարզապես ինքն իրենց դարձել են այդ մասնագետները, չեմ ուզում շատ կոպիտ եւ ճակերտավոր հնչի, դրա համար պետք է անպայման հասկանալ արդյոք ճիշտ մասնագետի դիմում։ Կարևոր է պահանջել կրթություն, որակավորումը։ Եթե մասնագետը չի ավարտել մեր մայր բուհը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, ուրեմն նման մասնագետի հետ կարիքը չկա առողջություն ունենալ։ Առաջինը դա, երկրորդը մենք տալիս ենք որակավոր մարզիչ մանկավարժներ, որոնք այդ գիտելիքները ստանալուց բացի նրանք 5 տարեկանից, 7 տարեկանից իրենք եղել են մարզիկներ եւ անցել են այդ ճանապարհը։ Ու լիարժեք պատկերացնում են եւ մարզիկի հոգեբանությունը, եւ նրա հոգեկան վիճակը, զգացմունքները, հուզական վիճակը, եւ միայն այս դեպքում նրանք կարող են ճիշտ ցուցումներ տալ ու լինել իսկապես մարզիչներ։ Ես հանդիպել եմ գեղեցիկ մարմնակազմությամբ օրիորդի, որը չեմ ուզում բարձրաձայնել, թե որ ֆիթնես սրահում էր աշխատում, նա որը երբեք չէր հաճախել ոչ որից մի մարզաձևի, անգամ ֆիզկուլտուրայի դասերին հանրակրթական դպրոցի չէր մասնակցել, եւ հիմա ինքը հայտնի ջիմի մասնագետ է եւ հանկարծ որոշում, այո, դե Պարզ չի թե ինչպես է այդ կազմվածքն ձեռք բերել, վիրահատական ճանապարհով, թե ինչպես, եւ նա հիմա ունի մեծ լսարան, աշխատում է բավական մեծ գումար, այո, ու հավատում են մարդիկ ու շատ մեծ լսարանն է։ Դե աչքի տեսածը եւ անցնում է սխալ ճանապարհով այդ աչքի տեսածը թե վիրաբուժի սարքածը։ Վիրաբուժի սարքելուց հետո աչքի ինչ տեսնում է, դա է ան։ Գիտեք, ես ուզում եի լրացում անեի մարզիչների կարևորության մասին։ Այո։ Դուք ասացիք, որ շատ մարզիչներ այնքան հեղինակային դիրքորոշում ունեն մարզիկների մոտ, որ անգամ ծնողներից գերադասում են վստահության տեսանկյունից, ես դա փաստում եմ,
ինքս մարզիչ եմ աշխատում բավական երկար տարիներ սպորտային ակրոբատիկայի եւ այո, երեխաները շատ սիրում են մարզիչներին, ավելի անկեղծ են եւ յուրաքանչյուր մարզիչ օրինակ է ծառայում երեխաների համար, սաների համար ու փաստացի նրանց տանում է դեպի առողջ կենսակերպ։ Ու իմ սաներն էլ իսկապես նույնիսկ ծնողները զանգահարում են ու խնդրում են ուղղել վարքը Քանի որ դպրոցում։ ընկեր Սաթենիկը ասաց, Այո, վերջ, դա անբեկանելի է։ նույնիսկ տղաները Առավել ևս։ Այո, առավել ևս թեևս ես կին եմ, բայց տղաների հարցում անգամ զանգահարում են հայրիկները եւ խնդրում են ավելի խիստ լինել, որովհետեւ երեխան ինչ պատճառներով խնդիրներ ունի դպրոցում, ընկերների միջավայրում եւ իսկապես դա համակարգված լուծում է ստանում։ Լսենք մեր քաղաքացիներին եւ վերադառնանք մեր քննարկմանը։ Արդյոք սպորտով զբաղվելը մարդկանց զերծ է պահում թմրամոլությունից։ Հաստատ։ Այո, համամիտ եմ։ Ես կարծում եմ, այո, վայ դա իմիջայլոց դա ոնց որ ասած դարի, չգիտեմ, դա այնպեսի մեծ ցավոտ հարց է, երիտասարդությունը պիտի ուրիշ զբաղվածությունը, չէ՞ որ դա իրանք իրենց կործանում են։ Դա մի չարիք է, դարի 21-րդ դարի չարիքն է։ Ահա որ ցավոտ թեմա է, պետք է ամեն ինչ անել երիտասարդներին զերծ պահելու համար։ Կարծում եմ սպորտով զբաղվելը այդքան կարևոր չի, որովհետև մարդու մտածելակերպից է գալ։ Եթե մարդը նախընտրի իրեն հեռու պահել նման բաներից, հաստատ կփորձի խուսափել ամեն կերպ, կապ չունի սպորտով զբաղվում է թե ոչ։ Շատ մարդիկ կան, որ սպորտ են անում եւ վատ սովորություններ ունեն։ Սպորտը իհարկե պետք է, բայց թմրամոլության դեմ պայքարում է Աստված, Աստծո խոսքով։ Եթե մարդը Քրիստոսին ընդունում է, դրանք սաղ աղբ է համարում։ Այո, սպորտն էլ շատ կարևոր է։ Սնունդն էլ շատ կարևոր է։ Ծնողները երեխաներին ճիշտ կրթել, դաստիարակելն էլ։ Ծնողներից այո, իհարկե շատ բան է կախված, բայց դե լավ ծնողների պայմաններում էլ է ինձ թվում, որ կարող է պատահել ընկնել ինչ-որ վատ շրջապատ, նույնիսկ ամենալավ երեխան։ Իմ թորները բացի դպրոցից հաճախում են 5-6 խմբակ, շախմատ, լող, պար, անգլերեն, ռուսերեն, մեր օր այնքան հագեցած ենք դարձնում, որ չլինի ժամանակ նման բանի մասին մտածելու, բայց որքանով դա մեզ կհաջողվի չեմ կարող ասել։ Առողջ ապրելակերպը դա հոգեբանություն է, ձևավորված։ Մարդիկ կան ում չի խանգարում, կան սպորտսմեններ են թմրամոլել են, ես չխանգարեցի։ Գիտեք, զերծ պահելու մի միջոց կա, որը անհնար է։ Համացանց եւ հեռախոս։ Սպորտը միանշանակ կօգնի, բայց իմ կարծիքով, գիտեք, ամեն մարդ ինքը պիտի ցանկանա, պետք է կարողանան մարդու գիտակցության մեջ ինչ որ աշխատել կամ ինքը իրան հասկանալ, տեսնելով որ դա կործանում է։ Երբ որ մարդը տեսնի, որ ինքը դրա համար խիստ պատժվում է, կվախենան։ Մենակ է դա միջոցը։ Ես գիտեմ, որ այն Հայաստանի համար այսօր սպառնալիք է։ Ինձ թվում է, որ պետք է այնքան խիստ լինեն օրենքները, որ ոչ ոք չհամարձակվի նման բան անել։ Միանշանակ եւ լավ եւ վատ սովորությունների ձերս պահելու համար ամենակարևոր լծակը դա իշխանությունն է։ Ասենք սովետական միության ժամանակ ոնց էր։ Ցերեկվա ժամերին, եթե մարդ էին տեսնում, հատկապես երիտասարդ, տանում էին ուսանողի տարիքա, թե ինչա, իրան պարտադրում են կամ պիտի սովորի, կամ պիտի աշխատի։ Այդ ամեն ինչը պետք է պետական մակարդակով արվի։ Թմրամոլությունը այն երևույթն է, որ այս կամ այն անհատ անձով պայմանավորված չէ։ Դրա համար պիտի լինի երկիրը այն վիճակում եւ օրենքները այն վիճակում, եթե մեր երկիրը մտնում է 1.5 տոննա թմրանյութ, ուրեմն եկեք էլ ստեղ վերջակետ տնենք ու էլ շարունակենք։ Դրացին վերջակետը քաղաքացիները ներմուծման այդ ծավալի մասին նշումով։ Այո, ամեն ինչ սկսվում է սահմանից, սակայն իհարկե։ Ես որտեղ պարոն Ղազարյանի ասացի վրա էլ ուզում եմ երկու բան ավելացնեմ, ոնց որ այստեղ առաջնայինն է իհարկե պետության դերը։ Պետությունը պետք է շատ խիստ օրենքներով սահմանափակի հսկի այդ ամեն ինչը, անցակետերը պետք է արդիականացվեն, կորտեժը անցնում փողոցում 5 մետրի վրա ոստիկան է կանգնած, բայց որտեղ որ պետք է այդ ոստիկանը չկա։ Այսենց։
այդ խստությունների պահով օրենքային նոր մշակումներ, մի քիչ ես sense ասեմ, էլի վաղուց եմ աշխատում 97 թվից թմրաբան եմ աշխատում ես ու այն ժամանակ սովետի դեռ օրենքով մենք ունենք պրոֆուչոտ, պրոֆիլակտический учет, այսինքն ինչ էր դա նշանակում։ Առաջարկներից մեկն է կարծեմ։ Մարդուն եթե հայտնաբերում էին կամ ինչ-որ բերում էին թմրամիջոց անալիզով ցույց էր տալիս, որ ինքը գործածած վիճակում է, իրան վերցնում էին պրոֆուչոտի։ Տարվա մեջ եթե երկրորդ անգամ կրկնվում էր դա, արդեն քրեական պատասխանատվություն էր։ Ինչ որ չափի զսպողական պատժոջ, ինչ որ միջոցառումներ էր։ Եվրոպա, մարդու իրավունքներ, չգիտեմ ինչ ոնց, ազատություն, հիմա այդ պրոֆուչոտը դուրս է եկել, հիմա չկա տես բան։ Դու օրեկան կարող ես ստուգեն, դու ցույց տա անալիզը, որ դու գործածել ես, ստուգանքդ մուծի, ասացի, մուծում ես, փոխտուր դեղարա, փոխտուր դեղարա, в общем, այս վիճակն է։ Էլի պետության դեր ուրեմն սպորտային օբյեկտներ, մարզահրապարակներ, այս անկանոն շինթույլտությունները, որ տրվում է շենքի վրա սարքվում է, այդտեղ պետք է լիներ պուրակներ, պետք է լիներ մեծ սպորտային ինչ որ կառույցներ, խաղահրապարակ ասեմ, առանձին, այո, հայաթների մեջ պետք է մի հայաթում պետք է լինի ֆուտբոլի դաշտեր, մյուսը պետք է լինի ուժային սարքեր են, մյուսը պետք է լինի ինչ-որ խոկեյա, վոլեյբոլա, ինչ-որ ու շատ մատչելի պետք է լինի մի թաղամասում, ամեն շենքի հայաթը պետք է ունենա իր այդ մարզասարքերը, մարզակառույցները, որ երեխեքը դուրս գան բակ, այնտեղ ֆուտբոլ խաղան, այնտեղ գնան ինչ-որ ժիմ քաշեն, այնտեղ չգիտեմ ինչ-որ ուրիշ բաներ անեն, այնտեղ ջրային ինչ-որ բասեյնների, այդ փուլերի բաները պետք է սարքվի։ Այ ասեցիք պարապ մարդիկ են անում, փորձին հավատացեք, պարապ մարդիկ չեն կարող դա անեն, դա գումար արժի բնականաբար։ Հա, գնալով էժանանում է, առաջարկը շատանում է, գները իջնում են, բայց պետք է գումար ունենաս, որ այդ զիբիլը կարողանաս առնես։ Շատ մարդիկ, որոնք որ ունեն լավ հնարավորություններ, բնականաբար լավ հնարավորություն ունես, դու լավ որակի դեղ ես առնում այդ զիբիլից, ասենց ասենք։ Բայց պարապությունով չի դա մենակ պայմանավորված, էլի։ Մարդիկ գնում են բասեյն, ասենք թե ընկերներով, հետո գնում են, արվում են բասեյնից հետո, կամ ինչ-որ կլուբ, չէ՞, ինչ-որ։ Դե պարապ մեջ կունենան հարուստ ընկեր, հարուստն հյուրասիրի էլի։ Հարուստը մի անգամ, երկու անգամ կհյուրասիրի, հետո արդեն այդ անենց են ընդգրկում այդ ամեն ինչի մեջ, որ արդեն իրանք շահագրգռված լինեն, այդ ձևավորվում է արդեն հիվանդությունը, դու ուզում ես ֆիզիկական կախվածություն առաջանում, հոգեբանական կախվածություն առաջանում, նայած ինչ թմրամիջոց է գործածվում։ Կլուբնի նարկոտիկներ ասածը։ Պարոն Մանուկյան, իսկ ինչպես է բուժման ընթացքը, տևողությունը եւ հնարավոր է առհասարակ ձեր ազատվել այդ ամենից, թե մարդիկ կան, որոնք նորից վերադառնում են ձեզ մոտ։ Թմրամոլությունը, ալկոհոլիզմը, երևի կարելի է ալկոհոլիզմն էլ էս նույն բանի մեջ մտցնել, որտեղ էլի առողջ ապրելակերպ է, էլի սպորտին խանգարող ինչ որ իրավիճակներ են, սրանք քրոնիկ հիվանդություններ են։ Քրոնիկ ասածը վերջնական բուժում չունի։ Վերջնական բուժում ունեն միայն վիրաբուժական հիվանդությունները, որոնք որ կույրաղիկը վիրահատեցիր, լեղապարկը վիրահատեցիր, всё, երբեք երկրորդը չի կարող մարդու մոտ առաջանա բուսնի կոպիտ ասած։ Սա քրոնիկ հիվանդություն է, մեր բուժման իմաստը եւ բուժումը ասածը ենթադրում է, որ մենք հասնում ենք մի վիճակի, որը կոչվում է ռեմիսիա, ախտադադար։ Ու այդ ռեմիսիան հնարավորինս փորձում ենք երկարացնենք։ Հոգեբանների աշխատանք, էլի նույն ինչ-որ զբաղմունք առաջարկելով, ինչ-որ մոտիվացիոն ծրագրերի մեջ ընդգրկվելով, բայց այդ ամեն ինչը պետք է լինի նաև հարմար ինֆրաստրուկտուրա, այդ նույն զբաղմունքի տեղերը պետք է լինեն, մարզասրահ լինի կամ չգիտեմ ինչ լինի։ Այդ բուժումը, ասենց ասենք, 7-10-12 օր մաքսիմում, եթե բարդացած ձևեր չեն, տարբեր թմրամիջոցների, ալկոհոլի գործածման պարագայով, ասենց ասեմ, 7-ից 12 օրվա մեջ հիվանդին բուժենք, վերականգնենք, տանք, տարեք, բայց ներողություն, բուժելը նույնպես գումար է, չէ՞։ Դա ով է վճարում։ Պետությունն է վճարում։ Պետությունը վճարում է, եթե դու գնում ես, գրանցվում ես պետական նարկոդիսպանսերում, հիմա անունը փոխել են կախվածությունների բուժման ազգային կենտրոնա դարել, կան մի շարք մասնավոր կլինիկաներ, որ աշխատում, մեկը ես եմ աշխատում նման կլինիկայում, կան ուրիշ կլինիկաներ, որտեղ որ աշխատում են այդ նախկին նարկոդիսպանսերից դուրս եկած բժիշկներ, այսինքն որակյալ մասնագետներ։ Եվ այդտեղ արդեն վճարովի է մասնավոր կլինիկայում,
պետականում էլ է վճարովի, որտեվ կան էլի անանունության համար այսքան վճար, պալատի համար այսքան վճար, են մասնավոր կլինիկան շատ ավելի ազնիվ է, ասում է մեր մոտ օրը արժի այսքան։ Իսկ պետականը ունի իր արդեն այդ խաղերը, որը որ համարյա բերում մոտավոր սարքման նույն գինը բուժման։ Պարոն Մանուկյան, ասացիք մինչև 12 օր եւ հետո դուք ճանապարհում եք, բայց դա մեր, ասենց ասեմ, այդ մասնավոր կլինիկաների պոլիտիկան է, հնարավորինս մարդու շուտ վերականգնել, հանել ոտի, հետո կամ տալ հոգեբանի, որ դա աշխատի։ Դուրս ձեր մոտից դուրս եկած պացիենտը, հետո երբ բուժում չկա եւ դա քրոնիկ է, ինչպես է նորից օգտագործում է, նորից վերադառնում է ձեր մոտ։ Մարդ կա, նորից կարող է հետ գա նույն բանի մեջ ընկնի, մարդկա գնում ես տարիներով մոռանում ես որ։ Ես հիվանդ եմ ունեցել 98 թվից պարկած էր մեր մոտ, ես այն ժամանակ նարկոդիսպանսերում էի աշխատում։ Կինը որ գալիս էր մոտը, բալուդու երեխա էր բերում։ Հետո այցելում էր ամուսնում։ Այդ մարդը բուժվեց գնաց, ժամանակ առ ժամանակ դե հիշում ես էլի ինչ որ տարբեր հիվանդներին, տարբեր սիտուացիաներում բանում։ Կորել էր, չկար այդ մարդը։ Մի օր հայտնվում է, ես արդեն աշխատում եմ ուրիշ տեղ, ուրիշ հիվանդանոցում, պատմություն, այդ բալուլի երեխեն մեծացել է, նշանել են այդ աղջկան։ Նշանդրեքի օր այդ մարդը 18 տարի հետո մի բաժակ, երկու բաժակ խմել է, էլի ոնց որ հիվանդությունը գլուխ է բարձրացրել։ Այդ քրոնիկ ասած հիվանդությունը դա է նշանակում, շաքարային դիաբետ է, չի բուժվում, բայց հնարավոր է հասնել մի վիճակի, որ դու քո դեղերով, դիետայով, ինչ որ քո շաքարը պահում ես նորմալ չափերի մեջ։ Եվ ապրում ես 100 տարի, ինչքան որ վերևից կդրել են քո ճամփին։ Պարոն Ղազարյան, դուք խոսեցիք գովազդի մասին, հեղինակավոր անձանց մասին։ Հիմա տեսեք, մեր վերջին ժամանակաշրջանի հպարտության առիթներն են, հա, եւ Խուշուձյանը, եւ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, այդ մարդիկ բոլորը օրեր առաջ իրենց հաստատակամությունը հայտնեցին, որ պատրաստ են, կողմ են, ամեն ինչ անելու են թմրամոլության դեմ պայքարի համար։ Ինչպես պետք է այդ շրջանակը լայնացնել։ Էլ ով է ավելի հեղինակավոր, որ պետք է ասի, որ դա վատ բան է։ Ինչպես այդ պատրաստակամությունը իրավագիտակցություն դարձնել դեռահասի մոտ, ծնողի մոտ։ Նախ ինքը գաղափար է, շատ ուժեղ գաղափար է եւ ես գովում եմ նման առաջ քաշված, հա, այդ խնդիրը, որը որ պետք է լուծում ստանա, իսկ լուծումը ստանում է բնականաբար սպորտ աշխարհը այսօր մարմնավորվել է եւ հա իդեմ, հա, թմրամոլության։ Բայց բացի սպորտ աշխարհից նաեւ կան մի այլ օղակներ, հա, որոնք որ եւս պետք է ներգրաված լինեն, օգնեն, հա, ընդհանուր, այսինքն ինչ է նշանակում։ Համար առաջի պետություն։ Մենք նայեք, էլի ոնց գալիս ենք, միանում ենք նույն ուղղվածությամբ, դա պետությունը։ Պետությունը պետք է հստակ ծրագրեր մշակած ունենա, նաև պետք է երևի կարծում եմ, հա, կանչի այս իշխանությունները պետք է կանչեն մի շարք ոլորտային մասնագետների, յուրաքանչյուրը թող իր կողմից առաջարկները ներկայացնեն ըստ ծրագրային։ Նայեք, մենք այսօր խոսում ենք սպորտի մեծ դերը, հա, որ կարող է իդեմ թմրամոլությամբ։ Այո։ Նայեք, սպորտսմենն էլ ունի, հա, էնդորֆին հորմոն, հա, երջանկության հորմոնը։ Այդ նու չգիտեմ, երևի թե այդ թմրամոլն էլ ունի։ Բնականաբար ունի։ Պարոն Մանուկյանը բնականաբար այդ Պարոն Մանուկյանը դոֆամին, սերոտոնին, էնդորֆին համակարգն է խանգարվում, խարխլվում թմրամիջոց գործածողների մոտ։ Հա, Պարոն Մանուկյանը շատ ճիշտ ասեց։ Նախ թմրանյութերի մուտքը Հայաստան չեն կարողանում, կարող ենք։ Նայեք, օրինակ ամենա թույլ թմրամիջոցներ օգտագործող երկրները դա Աֆրիկայի երկրներն են, որոնք որ խիստ ռեժիմ ունեցող երկրներ են։ Ունեցող, այո, խիստ ռեժիմ ունեցող եւ փող չունեցող։
Դրա համար այնտեղ շատ մուտք չի լինում, այսինքն մենք այդքան լավ ենք ապրում, որ այդքան մուտք կա լինում, եկեք մի հատ դրա մասին էլ մտածենք, որ մուտք չլինի։ Պետք է առաջնահերթ մենք կանխենք, այո, պարոն Մանուկյան, պետք է կանխենք այդ մուտքը։ Եվ դարպասները պետք է փակվի, որ հետո նայեք, նույն աշխատենք։ Եվս ծրագիր է շատ էլեմենտար, որը որ էլեմենտար ասելով, այսինքն ինքը շատ պարզունակ է, բայց ունի որևէ մի ֆինանսական հետևանքներ, հա, այդտեղ պետության համար տիպային մարզական հրապարակների կառուցում, որը ժամանակին սկսվեց եւ չգիտեմ ինչ փուլի է հասել այսօր, բայց բոլոր դեպքերում ես ականատես եմ եղել, որ մի շարք Երևան քաղաքում մի շարք այն նման հրապարակներ, հա, հասանելիությունը մեծ բոլոր բնակչության համար, հա, որ ապրում է կողքը, ասեմ ձեզ շատ նույն երեխաները իջնում են ֆուտբոլ են խաղում։ Հեռախոսներից կտրվում են, դա էլ է մի չարիք ախր է այսօր։ Եվ ամենակարևորը երևի նորմա դնել, որ նորակառույց թաղամասերը անպայման պարտադիր պետք է ունենան, այլապես նրանց չի տրվելու շինթույլ։ Համաձայն եմ ձեր հետ, իհարկե դա էլ է մի նորմալ կա, բայց թե մինչև շինարարության ավարտը ինչ է լինում, մի փոքր հայտնի չի։ Եվս, հա, ուղղվածությունն է։ Ինչու ոչ։ Իմ ասածս հետևյալն է, որ բացի այլ կազմակերպություններից, որոնք որ իրանց ձայնը էլի կբարձրաձայնեն, հա, ոնց որ սպորտ աշխարհն է բարձրաձայնում, առաջնահերթ պետք է պետությունը ունենա այդ ռեսուրսները եւ ներդնի, այսինքն ծրագրերը, գումարները, հա, ինչու ոչ։ Ու հետևել, պարտադիր հետևել։ Միայն ասելով, խոսալով չի լինում, պարտադիր պետք է այդ ամեն ինչը գնալ ծրագիրը յուրաքանչյուր իրականացման ծրագրից հետո պետք է գնալ հետևից տեսնել այդ ծրագիրը իրականացվեց թե չէ։ Եվ ի վերջո պետք է չգիտեմ, երևի բարեխեղճության գործոնն է, որ փոխաշխատողը պետք է հասկանա, թե ինչ որքան վնաս է տալիս եւ ինչպես է վտանգում, բայց դա բարեխեղճության այս դեպքում թողնել ուղղակի սեփական խղճին ի վերջո դա կարող է նաեւ ծրագիր լինել, հենց ներդրված, որպեսզի քայքայել, քանդել այդ վերարտադրող սերունդը դարձնել ամուլ եւ ոչ մի բանի ոչ պիտանի։ Այո, ծրագիր հետաքրքիր, ան ինչ որ առաջնայող ոնց որ բան էլի։ Մի շարք արաբական երկրներում օրենքը ասում է հետեւյալը, ով որ ներ է մուծում կամ ով օգտագործում է մի այլ պատիժ, ով ներ է մուծում, մի այլ պատիժ։ Հիմա լավ է պատժի մասին խոսեցիք, հա, արդյոք պատիժը կամ նրա խստացումը, գիտենք, պատիժներ շատ են եղել, թևը կտրել, մյուս թևը կտրել, այս անել, այն անել, բայց դա էֆեկտիվ է այս պատիժը։ Այո, թե այլ ճանապարհ պետք է։ Մի պարտադրանքի մասին էլ եկեք մի քիչ խոսանք, պարտադրանք որպես, պարտադրանքը աշխատում է մեր մոտ։ Պարտադրանքը աշխատում է։ Հայրին մենակ սխմելով կարող ես մի բանի հասցնես։ Խորհրդային միության ժամանակ քիշեք Պապ Համալիր ԳՏՈ-ն։ Դա պարտադրված աշխատանք էր, որը իրականացվում էր, ծրագիրը իրականացվում էր թե հանրակրթական դպրոցներում, թե բուհերում։ Եվ դա պարտադիր է, նաև հիմնարկ ձեռնարկություններում, այսինքն դա պարտադիր էր։ Նայեք, ես ուղղակի որպես օրինակ եմ բերում, այդտենց մի պարտադրանք որպես մի բան պետք է լինի, նույն հանրակրթական դպրոցները էլ վերադառնանք ախր, որտեղ դա ցավոտ թեմա է։ Պարտադրանքով պետք է նաև արվի ամեն ինչ։ Իմ կարծիքով դա պարտադրանք։ Նման կարծիք ազգային ժողովում հնչել է պարտադրանքով բոլորին անցկացնել, չգիտեմ, թեկուզ եւ պրոֆիլակտիկ ստուգումներ եւ այլն, բայց այդ մասին պետական կառույցները օրենսդիր եւ գործադիր նույն մտքին չէին եւ վերջին 2-3 անգամ մեկ տարվա ընթացքում նման խոսակցություններ եղել է, բայց դրանք զուտ խոսակցություններ են, որովհետեւ հղում են անում որոշակի արժեքների, որոնք ասում են, որ դեմ է պարտադրանքը։ Եթե երկիրդ կործանվում է այդ արժեքների պատճառով, ի՞նչ է նշանակում։ Եվրոպական արժեքներ, իսկորեն արժեքներ, այո։ Չեք կարծում, որ այս ամեն ինչը, ինչի մասին որ մենք խոսում ենք,
այնքան գրավիչ ու հետաքրքիր պետք է դարձնել նույն ֆիզկուլտուրայի դասերը, նույն ֆիզկուլտուրայի ուսուցիչը պետք է լինի պարգևավճար ստանա, գրավիչ սարքեր ունենան այս ամեն ինչը, այլ ոչ թե իմ ասածը քանակը կարող է բերի որակ, որտեղ եթե դու տեսնես, որ ամեն բակում կա ֆուտբոլի հրապարակ, շենքից կարող է ինչ-որ մեկը լինի շատ հմուտ կամ քիչ թե շատ գործից հասկացող, սկսի աշխատել երեխեքի հետ աշխատել, մարզչություն անի, հետո ինչ-որ հայտնվի մի ուրիշ մարզիչ, որ ասի եկեք հավաքվեք, այս երկու հայաթով խաղում եք, գրողը ստեղ է գնում խաղը, խաղային ծրագրեր մշակեն։ Հետո մեր արաբկիրի թիմը խաղա կենտրոնի թիմի հետ, հետո այնտեղ երրորդ մասի թիմը կգա ինչ-որ արաբկիրի հետ կխաղա, այդ հետաքրքրություն էլի կոչվի երիտասարդների մեջ։ Այո, մրցակցությունը էլի էնդորֆին է բերում, էլի դոֆամին է բերում, եթե դու կրում ես այդ շատ ավելի հաղթանակի այդ զգացմունքները, այդ քաղցրությունը շատ ավելի ձգտում դեպի հաղթանակ։ Հզոր է ու շատ ավելի ամրապնդիչ գործոն կարող է։ Եվ ի վերջո երևի պետք է բերել դրան, որ նույն այդ թմրանյութ օգտագործողը, որ ինքը ամանչասիսի չեմ անում։ Այլ ոչ թե հակառակը։ Ոչ թե հակառակը։ Այսինքն դա էլ է, չէ, շարժիչ ուժը։ Պետք է ընդունելի չլինի պետք է մարդկանց համար շրջապատի։ Ամրության վերաբերմունքը, բայց հաղթող սերունդ արտահայտությունը հնչեց, ես ուզում եմ այս բառի պետք է նպատակասլաց լինի, կամքից ուժեղ լինի։ Եթե ունես նպատակ, պետք է գնաս նպատակի ետևից։ Ընդհանրապես հետ չպետք է նայես, միշտ առաջ։ Կան մարդիկ, որոնք ասում են, որ դժվարությունները մարդուն առավել քան առաջ են մղում, այո, եւ ուժեղ են դարձնում, քան բոլոր բարենպաստ պայմանները, արդյոք դա այդպես է։ Այո, այդպես է։ Դժվարությունները մարդու համար է ու դու եթե դժվարությունները կարողանաս հաղթահարել, դու կգնաս առաջ։ Ինչ իրավիճակ է ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում, որովհետև մենք հողում արեցինք, որ եւ մարզիչները եւ մարզիկներն այդտեղ են, ձեր մոտ առողջ ապրելակերպի եւ իրավագիտակցության պակաս չկա, բայց որպեսզի շարունակում են այդտեղ մնալ։ Գալիս են արդյոք լավ մասնագետները ձեր մոտ դասավանդելու, թե գնում են մասնավոր մեկ այլ սեկտորում իրենց գործունեությունը ծավալելու։ Չէ, իրականում մեզ մոտ առողջ մթնոլորտ է, մենք ունենք լավ մասնագետներ, պրոֆեսորներ, բանիմաց եւ մանկավարժներ, եւ մարզիչներ, եւ ուսուցիչներ, որոնց եւ պատրաստում է տարիներ շարունակ բուհը։ Մեր մասնագետները նաեւ ստանում են հրավերքներ տարբեր տեղերից եւ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են համապատասխան մարկանց։ Եվ մի փոքր ուզում եի խոսեի ծրագրերից, ֆիզկուլտուրայի ուսուցիչները տարիներ շարունակ իրենց ծրագրով նախատեսված ունեցել են եւ գործնական պարապմունքներ եւ տեսական դասընթացներ, որոնց ժամանակ փոխանցվում են գիտելիքներ եւ փոխանցել են եւ շարունակում են փոխանցել վնասակար սովորությունների, առողջ կենսակերպ վարելու մասին։ Նաեւ դիտարկեմ, որ երկար տարիներ ֆիզկուլտուրայի ուսուցիչները հանձն էին առել նաև դասավանդել առողջ ապրելակերպ դասերը, հենց ֆիզկուլտուրայի դասաժամերին, 8-ից 11-րդ դասարանների շրջանակում, կոնկրետ մեր առարկայի 14 ժամվա կտրվածքով։ Արդեն 2 տարի է, եթե չեմ սխալվում, այդ առաքելությունը մի քիչ ձևաչափափոխության է ենթարկվել։ Նրանք, ովքեր վերապատրաստվում են համապատասխան մենթորների կողմից, շարունակում են այդ աշխատանքը անել արդեն հատուկ խմբակներում, պարտադիր խմբակներում, էլի հանրակրթական դպրոցներում։ Մարզերում եւս բոլոր տեղերում, այո, բոլոր տեղերում 5-րդ դասարանից սկսած, 5, 6, մինչև 11-րդ դասարաններ։ Ամեն դեպքում խնդիրը շատ մեծ է եւ տիպիկ պետք է հենց աշխատել այդ վնասակար սովորություններից զերծ մնալու ուղղությամբ աշխատանքներով, որի հիմնական պրոպագանդան հենց սպորտը կարող է անել, ֆիզիկական կուլտուրայի մասնագետները, որովհետեւ նորից կարող եմ կրկնել, սպորտով զբաղվելով, այ հնչեց մեր հարցման ժամանակ քաղաքացիների, որ սպորտը կապ չունի, դա աշխարհայացք է։ Ես չեմ համաձայնվում, հենց սպորտը
մեծ աշխարհայացք է ստեղծում, ուժեղ, եւ այդ աշխարհայացքը թույլ չի տալի սպորտով զբաղվող մարդը շեղվել առողջ կենսակերպից գնալ դեպի վնասակար սովորություն։ Ձեր առաջարկներն էլ միանգամից կարող եք ներկայացնել, ինչպես զերծ մնալ թմրամոլությունից։ Նորից երևի թե պրոպագանդա։ Գիտեք, շատ դեպքերում հենց այդ գովազդը կարող է նաև հակառակ ազդեցությունը թողել եւ պետք է ոչ թե սովորեցնել չի կարելի, այլ պետք է սովորեցնել ինչու չի կարելի։ Դա է հիմքում պետք է լինի, հետևանքները ցույց տալով։ Ես կարծում եմ, որ այս դեպքում երևի ավելի շատ կլինեն հետևողներ եւ առողջ կենսակերպ վարողներ։ Ես որքան լսում եմ մանկահասակ երեխա ունեցող ծնողներից, այս կամ այն սպորտաձևը այնքան էլ թանկ չէ, որովհետև ամսական վճարը ճիշտ կազմում է այնքան, որքան մեկ օր երեխային ժամանցի մեկ վայր տանելու ծախսն է։ Ինչու են ծնողներն առավել ակտիվ, որպեսզի ժամանցն ապահովեն, քան զբաղեցնեն իրենց երեխաներին տարբեր խմբակներ տանելով, թե իրականում այդպես չէ, իմ տպավորությունը գուցե սխալ է։ Նայեք, ծանրամարտը, ըմբշամարտը, բռնցքամարտը պետությունն է վարձատրում, դրանք անվճար են։ Երբ որ հաճախում են ծանրամարտի, միանգամից հարցնում են ինչքան է ամսավճարը, ասում եմ ամսավճար չկա, էլի անվճար, ասում եմ ոնց կարող անվճար լինի։ Իսկ գուցե դա էլ է հոգեբանություն, որ չեն վճարում, պատասխանատվությունը քիչ է։ Կասկածում են, էլի, եթե չկա վճար, ոնց կարող առաջ գնա բան, ու ես բացատրում եմ, էլի, երբ որ օլիմպիական մարզաձև է, պետությունն է արդեն այդ հովանավորում, քեզանից ինչ է մնում։ Մարզվես ու գնաս քո պետության անունը բարձր պահես։ Մենք մարզիկներս, հայտնի մարզիկներս միշտ պատրաստ ենք ինչ առաջարկ է լինի այդ շարքի դեմ պայքարելու համար, մեր փորձը, խորհուրդներով իրենց կողքին լինի։ Դե այս փուլում այդ ամենը արդեն կարծում եմ ձեր վերադրված է եւ պետք է անեք ամեն ինչ անելու ենք, որ առողջ սերունդ ձևավորվի։ Գիտեք, այս խոսակցության ընթացքում եկավ այն միտքը, արդյոք կա այն գիտակցությունը, որ սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է։ Մենք հայտնի է մեծականակ չենք, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, վաճառողի, պետության եւ մարդկանց, որոնք այս կամ այն կերպ մտահոգ են այս երկրի ճակատագրով։ Կարծում եմ բոլորը ու դեղցրողը շատ կներեք թքած ունեն ձեր ազգային ինքնության վրա, հայ լինելու վրա, իրան պետք է իր ասեց այդ քանի կիլո դեղը կամ մի քանի տոննա դեղը սպառի ծախի, թե քո ազգը վաղը մյուս օրը կլինի, չի լինի, իրան դա չի հետաքրքրում։ Այդ ազգային մտածել ազգային մտածելակերպը պետք է լինի պետական այրերի մոտ, պետք է սրտացավ ղեկավար լինի, պետք է երկիրը այն ատամներով պահող, կրծող ղեկավար լինի, երկրի համար քյալլատվող, որ կարողանա առաջ տանի ու մարդիկ ասեն, այս մեր երկրի ղեկավարն է, հալալ է այս երկրի ղեկավարին, որ այ գնաց այնտեղ, սենց արեց, նենց արեց, ոչ թե կոֆե գնանք խմենք։ Բայց մենք պարբերաբար հնչել է նաև տեսակետ Պարսաստիճան Պաշտոնյաների կողմից մարիխուանա տեսակի, եթե ճիշտ եմ ասում, թմրամիջոցը օրինականացնելու մասին։ Դա առաջի աստիճանն է լինելու դեպի մյուս ավելի ծանր, ավելի խորացնող բաները։ Բացատրում են նրանով, որ մեկա կա, կլինի ինչ-որ հսկողություն։ Ուրեմն թող լինի լեգալ լինի, խանութ լինի, բայց հայերը երբեք այդ դրան չեն գա, որ Հոլանդիայի պես կամ ուրիշ երկրների պես մտնեն դեղատուն, իրաց դեղաչափով ինչ-որ վերցնեն, չէ, միշտ լինելու է սև շուկա, շատ ավելի անորակ դեղ առաջարկող ու շատ ավելի մատչելի, քան ստեն դեղատնային թմրանյութը, որը որ պոտենցիալ կարող է ինչ-որ վաճառվի, աշխատող չի ու բերելու է շատ ավելի ծանր վիճակի։ Եվ միանգամից պարոն Մանուկյան, եթե ունեք լրացուցիչ այլ առաջարկներ թմրամոլության դեմ պայքարի իմաստով, ասեք ձեր առաջարկները, ձեր ասածները մինչ այժմ նշել ենք։ Թմրամոլության այդ պայքարը ասեցի, հսկողություն ամենաառաջինը խստություն սահմաններին, խստություն երկրի մեջ, օրենքների փոփոխություն դեպի ավելի մի քիչ խստություն, սպորտային էլի քանակը շատացնել, ամեն մի քաղաք, ամենափոքր քաղաքը պետք է ունենա
ամեն մի այդ սպեկտրը սպորտային պետք է լինի բասեյներ, պետք է լինեն խաղահրապարակներ։ Օրինակ ես երկար ժամանակ աշխատել եմ Եղվարդում 15 տարի այնտեղ հիվանդանոցում բաժանմունք էի հիմնել, նարկոլոգիական աշխատում էի այնտեղ, կամ մի հատ մարզահրապարակ դպրոցների փոքր դահլիճները չհաշված։ Եղվարդցի գալիս են ստեղ քաղաք լողավազան փող են տալիս, գալիս են ստեղ ֆուտբոլ են պարապում երեխեքին, բերում են ուրիշ ինչ-որ սեկցիաներ, այդ ամեն ինչը կարելի անել Եղվարդում։ Կոնկրետ Եղվարդի մասին չի խոսքը, ցանկացած փոքր քաղաքում։ Աշտարակն է, Եղվարդն է, Բժնին է, Լուսակերտն է, չգիտեմ, ցանկացած տեղ պետք է լինի հասանելի մեծ քանակությամբ ու ընտրություն պետք է լինի։ Ես մի երեխան ֆուտբոլ է սիրում, այն մեկը շտանգա է սիրում, այն մեկը շախմատ է սիրում կամ պինգ-պոնգ է սիրում։ Պետք է լինի դա ոչ թե որ ալարեն ծնողները կամ հնարավորություն չունենան ինչ-որ բաժնից բերեն Երևան, որ այդ երեխան պինգ-պոնգ պարապի։ Հասկանում եք, ու տենց տաղանդ ենք կորցնում, մենք այդ երեխան մնում է, հա, էլի գյուղատնտեսությունն էլ է կարևոր, բայց մնում է իրենց բոստանը մշակելու, բայց կարող դառնալ երկիրի անունը բարձրացնող, երկիր աշխարհին ներկայացնող սպորտսմեն։ Հաղորդման սկզբում ես ասեցի գովազդ։ Գովազդը իրականում հավատացեք շատ ուժեղ աշխատող ուժ է, որտեվ ես դա տեսել եմ նաև այլ երկրներում ոնց է իրականացվում։ Եվ բացի դրանից մյուսը դա պարտադրված ֆիզկուլտուրայի դասաժամերին մասնակցելն է, բայց այստեղ պետք է պարտադիր հսկողություն սահմանվի։ Եթե հսկողություն չեղավ վերևից, այդպես ասած, գործը առաջ չի գնա։ Պարտադիր խիստ հսկողություն պետք է լինի։ Թե նախադպրոցական հիմնարկներում ես ինչու եմ շեշտում, որովհետև ամբողջ դաստիարակչական, գործընթացը սկսում է նախադպրոց հիմքը իհարկե բազիսը բազան մանկուց է գալիս։ Այո, սկսվում է հենց նախադպրոցական հիմնարկներից եւ մենք պետք է առաջնահերթ նախադպրոցական հիմնարկների վրա ուշադրություն, ու մենք ասելով մենք ուշադրություն դարձնում ենք, ովքեր որ պետք է ուշադրություն դարձնեն։ Ու խստորեն հավատացեք, խստորեն եթե այդ ամեն ինչը եղավ, մենք տարիներ հետո չենք ունենա թմրա միջոց օգտագործող ցանկացողներ, ինչու համար, որտեվ մեծ մասը կգնան զբաղվածության, ֆիզկուլտուրա կլինի, չգիտեմ, տարբեր ուղղվածություն, ինչը կապված է նաև ուսման հետ, հա, ինչու ոչ, եւ մենք կտեսնենք շարժը։ Այսինքն սա էլ է ծրագրերի ներդրումը, այո, ծրագրերը չպետք է ներդնենք, որ հետո ստանանք։ Կներեք ավելացնեմ, այ մեր փոքր ժամանակ չէ՞, մենք դպրոցից հետո ինչ որ սեկցիաներ կային, ավիամոդելիստների խմբակ կար, ֆոտոխմբակներ կային, սպորտից բացի, զբաղմունք էր, որը ամեն մարդ իր հետաքրքրությունով կարող էր գնալ շարունակեր ու կարող է մարդը շատ լուրջ գիտնականներ կամ լուրջ անօթաչու սարքեր ստեղծող ունենայինք մենք հիմա։ Ի վերջո մենք պետք է հիմա մտածենք ապագայի ստրատեգիական արդեն էլի, որտեղ երկիրը sense թողնելը խայտարակ վիճակ է, ազգային անվտանգության խնդիր է։ Ամփոփենք առաջարկները քննարկման մասնակիցների եւ լսենք արհեստական բանականությանը։ Դե առաջինը սպորտի ռոպագանդա ընդհանուր առմամբ, որին բոլորը կողմ էին։ Եվ սոցիալական գովազդ առողջ ապրելակերպի վերաբերյալ բոլոր հարթակներով, հա, եւ արտաքին, եւ տեսաշարով եւ ձայնով, ֆիզկուլտուրայի դասերի վարկանիշի, դպրոցական ֆիզկուլտուրայի դասերի վարկանիշի եւ նաեւ բուհական ֆիզկուլտուրայի վարկանիշի բարձրացում եւ գրավչություն, այն ազգային բուհական թիմը, հա, դպրոցական թիմը մասնակցում է եւ հսկողությամբ։ Այո, պարտադիր հսկողությամբ սկսած նախադպրոցական տարիքից բոլոր ֆիզկուլտուրայի դասերի։ Մարզիչները, որ շարունակեն ավարտելով նույն բուհը, շարունակեն իրենց աշխատանքը, այլ ոչ թե գնան տարալուծվեն։ Կարելի ավելացնել մարզիչների հետ կապված, ես չգիտեմ, կարող է կա տենց բան, որ ասեցիք, որ ավարտում են, չէ, մանկավարժականը դառնում են մարզիչ, ինչ որ կամ ռեգիստր ստեղծվի, ռեեստ
ռեգիստր ստեղծվի, որտեղ կոնկրետ այս մասնագիտության մարզիչները ու որ ֆեդերացիաները մենակ այստեղ համագործակցելով իրանց հետ այդտեղից կարողանան մարզիչ տանեն դպրոցում ինչ որ զալ են վարձում, մարզիչների միասնական հարթակը, որտեղ միասնական հարթակ լինի, որտեղ այո, որակյալ ավարտած պատրաստված մարզիչներ լինեն, որոնց որ մարդիկ իմանան, այ ես բացում եմ այս զալը, ուզում եմ սենց մասնագետներ, գնում եմ դիմել, պետական կառույցներում բոլոր նման է, ձեր վերածօրինակով պետք է անպայման որակավորում ունենա մարզչի, որ նոր թույլտվություն ունենա աշխատելու, իսկ մասնավոր տեղերում բնականաբար արդեն ոչ մասնագետներն են աշխատում։ Այո, դա դարձնել բերել դաշտ, երևացող դաշտ։ Գլխավոր թեմաներից մեկը խստացնել թմրամիջոցների մուտքը Հայաստան, ինչպես նաև նորակառույց թաղամասերում պարտադիր հետևել եւ սպորտային կառույցներ որ լինեն, գրավիչ դարձնել սպորտային ապրելաձևը, սա նույնպես գովազդային արշավի մասերից մեկն է։ Սպորտային օբյեկտներ, հասանելի կառույցներ ունենալ բոլոր համայնքներում եւ նաեւ նաև մարզերում լինեն համապատասխան սպորտային կառույցներ։ Մարզերը կարևոր են, թե չէ ամեն ինչ դառնում է կենտրոնացված միտեղ եւ մարզերի դատարկվելն էլ շատ հաճախ ծնողները ասում են, ախր ոչինչ չկա երեխեքին զբաղվելու համար։ Դրա համար էլ նրանք մեկնում են։ Լսենք արհեստական բանականությունը։ Սպորտը եւ առողջ ապրելակերպը համարվում են թմրամոլության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, ահա թե ինչպես է սպորտը կոնկրետ ազդում եւ հեռու պահում կախվածությունից։ Թմրանյութերը հաճախ օգտագործվում են արհեստական հաճույք կամ էյֆորիա ստանալու համար, ինչը կապված է ուղեղում դոֆամինի արտազատման հետ։ Սպորտը նույնպես խթանում է երջանկության հորմոնների՝ էնդորֆիններ, դոֆամին, սերոտոնին արտադրությունը։ Մարզիկը ստանում է բնական էներգիա եւ բավարարվածության զգացում, ինչը նվազեցնում է արհեստական խթանիչների պահանջը։ Ֆիզիկական ակտիվությունը այրում է ստրեսի հորմոնները՝ կորտիզոլ, որոնք հաճախ մարդուն դրդում են փնտրել հանգստացնող կամ թմրեցնող միջոցներ։ Սպորտը սովորեցնում է ռեժիմի, նպատակասլացության եւ դժվարությունները հաղթահարելուն, մարդը սովորում է խնդիրներին լուծում տալ, այլ ոչ թե փախչել դրանցից թմրանյութերի միջոցով։ Երբ մարդը ջանք է թափում իր մարմինը կառուցելու կամ լավ մարզավիճակում պահելու համար, նա սկսում է ավելի շատ գնահատել իր առողջությունը։ Թմրանյութ օգտագործելը դառնում է հակասական նրա արժեհամակարգին։ Ես չեմ ուզում քանդել այն, ինչ կառուցել եմ։ Սպորտային խմբակներում կամ թիմերում մարդը շփվում է համախոհների հետ, ովքեր ունեն առողջ հետաքրքրություններ, սա նվազեցնում է վատ շրջապատի, ազդեցության տակ ընկնելու հավանականությունը։ Կախվածությունը հաճախ ծնվում է ձանձրույթից կամ պարապությունից։ Սպորտը լցնում է ազատ ժամանակը օգտակար գործունեությամբ չթողնելով տեղ վնասակար սովորությունների համար։ Թեև առողջ ապրելակերպը հզոր պաշտպանիչ վահան է, այն երաշխիք չէ, սակայն ռիսկերը հասցնում է նվազագույնի։ Առողջ ապրելակերպ վարող մարդը ավելի գիտակից է մոտենում իր օրգանիզմին սպառնացող վտանգներին եւ ավելի հեշտ է հաղթահարում կյանքի ճգնաժամերը առանց քիմիական նյութերի օգնության։ Այսպիսին արհեստական բանականության գնահատականը մեր թեմային եւ կարծում եմ գրքուներ եւ համահունչ եւ նաեւ լսել էր մեզ։ Այն ինչի մասին որ խոսեցինք մոտ ապագայում դուք նաեւ կտեսնեք մեր եթերում այլ ծրագրերի հաղորդումների մեջ։ Այո, եւ մարզիկների այս միասնական եւ մեր հասարակության դեռահասների երիտասարդության եւ մեր երկրի ապագայի համար այդքան կարեւոր որոշումն ու անելիքներն անպայման կլինեն մեր հետաքրքրության կենտրոնում եւ կմատուցվեն ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։